Երեկո հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, մեր վերջին զրույցից հետո զարգացումներ կան, հետաքրքիր, կուզեի դրանց վերաբերյալ ձեր տեսակետը լսել։ Առաջինը կուզեմ քննարկենք խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ընդդիմադիրների նկատմամբ։ Նրանց անվանում էր համբազ, սպառնում էր, որ ԱԱԾ պատվալները կլցնի նրանցով։ Դուք ինչպես եք մեկնաբանում Փաշինյանի այս պահվածքը, ինչ պատճառներ ունի դա եւ ինչու է Փաշինյանը կատաղել, այսպես ասել։ Դա լպիրշության վերջն է, լպիրշության, ոչ թե խուլիգանության, բեսպրիձելության։ Կորուն ջան, խուլիգաններն ու բեսպրիձելները ինչ որտեղ հարգանքի արժան են իրանց դուխի համար։ Դրանք դուխով մարդիկ են, որոնք ուղղակի ճիշտ սխալ չունեն, խուլիգաններն ու բեսպրիձելները, բայց սրանք նապաստակ վախկոտներ են, սրանք ուղղակի լպիրշներ են, լպիրշներ, երբ որ նապաստակներին իշխանություն ես տալիս, երբ որ նապաստակները ինչ ուզում են կանեն, այն հարուստի թուլեք կային է մի վաղ, հիմա էլ երևի կարող են հարուստի լակոտներ, որ իրանց պապաներով իրանց դնում են եսի մի չիտեղ, տեսնեն ես սաղ կյանքս որտենց ռաստենեք է ծեցել եմ, քաթուստակ եմ ծխելուկացել եմ, որտեվ համիմ թափն է հերիքել, ամել դուխս դրանց, այս սրանք նման են նրանց, հասկանում եք, ոչ թե լպիրշներ, ուղղակի լպիրշացել են, լկյացել են, քանի որ իրանց թվում ամեն ինչ իրանց կարելի է։ Այդտեղ նաև մենք մեր մեղավորությունը ունենք, որ իրանց պարլամենտում մի հատ չեն գցում քացներից տակ։ Ես այս առաջարկը միշտ արել եմ մեր ընդդիմադիրներին, ասեմ պարլամենտ ուղարկեք ֆիզիկապես ուժեղ տղեկի, որ հարկ եղած դեպքում այնտեղ դրանց ծեցեն, ֆիզիկապես ծեցեն։ Նիկոլի նման նապաստակները, Կորուն ջան, այդտենց պետք է կարենային իրանց պահեին ոստիկանների հետևից։ Հասկանում եք, բայց ոստիկանները չեն կանչում, որտեղ կներեն թող իմ ընկերները մեր ընդդիմադիր մեր տղեկը ինձ ներեն, բայց արդեն մերոնց նենց են խեղճացել, պետք եղած վաղտը ծեծում են, գոռում են, քրվում են, հասկանում եք, էլ ոստիկանների կարիք էլ չկա։ Ես ինչ էի ասում եմ ֆիզիկապես ուժեղ տղեկ խրգեք պարլամենտ ցուցակի մեջից, որ հենց իրանք զապիսներն էլ կա, չէ՞ սա։ Հենց իրանք լպիրշանում են, թոքցեն քաթու տակ, գալիս են կռիվ են սադում, թոքցեն քաթու տակ։ Մեկին երկու հոգի էլ չի ընկնում, ավելի քիչ անգնում, այսինքն ֆիզիկապես ուժեղ տղեկը դրանց կարային ծեծեին, դրանք էլ միանշանակ կանչեին ոստիկաններին, ոստիկանները կգային մերոնց կտանեին, սրանք էլ ոստիկանների հետևից կխժխժային, բայց դա ավելի պատվաբեր է, քան այս վիճակը, որը որ հիմա պարլամենտում կա։ Նիկոլ Փաշինյանը գժվում, որովհետև զգում է, որ ամեն ինչ հպրավալի է տվել, ոչ մի բան չի կարում անի, ոնց որ ասի, ես զսվեցիք թողեք հանգիստ ապրեմ, էլ հարց մի տվեք ինձ։ Հանգիստ ապրել ես ուզում, հենց սիկտիրեղի կոպիտ ասած, համ դու հանգիստ ապրի, համ ես ժողովուրդ այս պետությունն է։ Բա ամեն ինչը պրավալ ես տվել, հարցեր է, չես ուզում քեզ տան։ Ամեն ինչը պրավալ տվի, կործանեցիր, ցեղասպանեցիր ես ազգը, մեր արժանապատվությունը գետնով տվեցիր, Արցախը հանձնեցիր, Հայաստանն ես հիմա հանձնում, կոռուպցիան ավելի ուժեղացել է, ոչ մի բան չի վերացել, լպիրշությունը չի վերապրել, խուլիգանությունը են աստիճանի հասել կամերայի առաջ, երկրի ղեկավարները մարդ են ծեծում ու ասում են դա նորմալ է, հասկանում եք։ Կորուն ջան, բահլեյանից հետո հարց էլ չտան իրան, ասում է հարց էլ մի տվեք ինձ, հասկանում եք, ներվայնանմա դրանից։ Այ ես սա կասեմ, ցավը տանեմ։ Այդ իրա լպիրշության, անպատժելության հետևանքն է, որ իրանք սենց են իրանց պահում պարլամենտում։ Այդտեղ մեղավորություն ունենք նաև մենք, որ իրանց չեն գցում քացիների տակ։ Սերան Օհանյանին, որին ես շատ եմ հարգում, ին վրա շատ ազնու, որ այդ լակոտ լուկուտները, այդ թուլեքը կոպիտ ասած, այդ հերոս մարդու հետ տենց խոսում են, տենց վարվում են, տեղն էլ որ գալսա ձեռ են գցում, բայց ես տեղելի ուզում եմ մի հատ հիշեմ իմ խոսքերը, որ ժամանակին մարդկանց հետ վիճում էի գեներալ Մանվելի համար։ Ինձ միշտ ասում են մարդիկ, Դավո ջան, գեներալը հերոս էր, բաներ, բայց դե ասма, պատի տենց չպահեր իրան, էլի այ կոմանդոսի նման պիտի պահեր։ Հիմա ժողովուրդ ջան, կոմանդոսի նման է իրան պահում գեներալ Սեյրանը, խելոք հանգիստ մարդ է, տենում եք ինչա կատարվում։ Մանվելը, որ ելներ գեներալ Սեյրանի տեղը պարլամենտում, կարային իր հետ տենց խոսային, ուրեմն կտրակացներ այդ սաղ ազգային ժողովը, կտրակացներ, սաղին գլխներից կթողեր, եթե հանգարց Մանվելը հետ մեկը փորձեր տենց խոսալ։ Հիմա ճիշտը որն է Մանվելը, թե Սեյրանը, գեներալ Սեյրան Օհանյան, որը որ կոմանդոսի կերպարն է, ուղեղով ուժեղ կրված մարդ, բայց հանգիստ խելոք մարդ։ Ես սա կասեմ, Կորուն ջան, էլի ավելի մասն եթե պետք է հարցեր տվեք մանրամասն ինչն է հետաքրքրում, ես ասեմ ձեզ։ Պարոն Մկրտչյան, հետաքրքիր գիտեք որն է, որ
մի կողմից ասում են այդ նոր-նորքի թաղապետարանում այդ կրտուկը որ եղավ, ասում են մենք դատապարտում ենք, բայց մյուս կողմից իրենք էլի նման կռիվներ են հրահրում, փողոցային բառապաշարով են խոսում, բայց օրինակ բանում երեք Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ տեսակ թե Նիկոլ Փաշինյանը ինչ թշվառ կերպարով էր այնտեղ նստել Լուկաշենկոյի կողքը, ինչու է այդպես ստացվել, որ իրենց ուժը, իրենց թափը մենակ Հայաստանի ներսում ընդդիմադիրների վրա է պատում։ Որովհետև Կորյուն ջան, սրա մասին էլ եմ ես բազմիցս խոսացել, որովհետև մենակ Հայաստանի ներսում իրանց չեն գցել քացու տակ։ Հենց միացտեղ էլ գցեն քացու տակ, իրանք խելոքանան։ Հələ հիշեք Նիկոլ Փաշինյանը, որ նոր էր դարել վարչապետ, ոնց էր իրան պահում դրսերում, սաղի հետ գազեր տալի, ամբողջ աշխարհին հատատա էր տալի, ասել դի սաղ աշխարհը հարմարվի մեզ։ Պուտինի հետ ոնց էր խոսում, ցած փռված, հիշում եք, չէր դիմավորում, ոնց էր խոսում սաղի հետ։ Էդի իրան թվում է, թե տենց կարա միշտ խոսա, որտեղ մեր պետությունը ուժեղ է, ինքն էլ նստել է ռուլին ու աչուծաղ, գիտեր տենց ինչ ուզի կանի։ Հենց քցեցին քացու տակ, Պուտինն էլ, Ալիևն էլ, Էրդողանն էլ, քցին իրան քացու տակ, արդեն ինքն դե խելոք է, կուրկուրի ձակ դարածա իրան պահում։ Իսկ Հայաստանում էլ իրան չեն գցել քացու տակ։ Մի հատ որ Հայաստանում էլ գցեն քացու տակ իրան, ըստեղ էլ խելոքանա։ Ինքը գիժ չի։ Կորյուն ջան, գիժը այն մարդն է, եթե գիժը ներ, այդուն ձևիկը հիստերիկանար Ալիևի դեմ։ Մի հատ կամ Էրդողան, որ իրան ինչ ասես ասում է, ամենավերջի դեպի ստորացնում են Ալիևն ու Էրդողանը, բայց ինքը խելոք ընդեղ, որովհետև ինքը գիժ չի։ Այստեղ էլ եթե ինքը մի հատ քացու տակ ընկնի, հայ ժողովուրդը իրան հենց մի հատ գցեց քացու տակ, ինքը հայ ժողովրդից կքաքի տակը։ Այդ նույն ձևի ոնց որ սարսափում է Ալիևից, Էրդողանից, դե Պուտինից էլ բնականաբար։ Ես սա կասեմ։ Ինչ մնում է բան նոր-նորքից էլ, էդ էլ հարցեցիք, չէ՞։ Այո։ Դատապարտելը քիչ է, նայեք տեսեք, ախր խոսքով հո դատապարտելով չի։ Հիմա տեսեք, իրանք որ եկան իշխանության հին բարքերը մերժելով եկան, չէ։ Ես Կորյուն ջան, իմ տեսակով ասեմ ինչպիսին եմ։ Ես դրա վերաբերյալ լայվել եմ մտի ասել եմ, հիմա ձեզ էլ ասեմ։ Ես այն մարդն եմ, որ եթե վաղը չեմ ուզում պաշտոն ունենամ, թեպետ ես պաշտոն չեմ ունենալու, որտեղ չեմ ուզում։ Ես պաշտոն չեմ վերցնելու, վաղը չեմ ուզում չեմ վերցնելու։ Բայց ասենք ենթադրենք խոսքի օրինակ ես մարզպետ եմ կամ նախարար եմ։ Ու որևիցե մեկը գա իմ մարզպետարանի դեմ իրան լավ չպահի, ես կհելեմ կգցեմ քացուց տակ։ Այսինքն դա իմ ոճն է, իմ հարց լուծելու ոճը դա է։ Ես հիմա էլ եմ ասում, եթե վաղը չեմ ուզում ինձ պաշտոն կտակ, իմացեք որ պարլամենտում կհելեմ կգցեմ քացուց տակ։ Կհելեմ այդպես հետմանանք մարզպետն եմ, մեկը գա լավ չպահի, կհելեմ բոքսով կտամ 20 սուտ կանեմ։ Այսինքն չեմ զանգի ոստիկանություն։ Ես այդ տեսակի մարդ եմ։ Վազգեն Սարգսյանն էլ էր այդ տեսակի մարդ։ Իսկ Արամ Սարգսյանը այդ ամեն ինչը դատապարտում է, նախկին բարքերը դատապարտում է, բայց այսօր իր թիմը այդ նույն բաներն անում, որը որ ես ասում եմ այդ իմ ոճն է։ Բարա, ես էլ ասեմ Արամ Սարգսյան ջան, որ դու եվրոպական ուղի ես բռնել։ Խի եվրոպական ուղիում տենց բաներ են անում։ Եվրոպական ուղի բռնած մարդը տենց այդ բանի վեկալեր հեռացա զանգեր ոստիկանություն, ոստիկանները գային։ Հասկանեք, բայց ինքը հելավ թավոյական ոճով հարցը լուծեց։ Հասկանեք ու վերջում էլ ասում են լավ արեցին։ Սադրեցին կամ էս արեցին, ինչ կապ ունի սադրել են, ինչ են արել, սադրել են եվրոպական արժեքներով առաջնորդող մարդը, եթե սադրում են, վեկալում զանգում է ոստիկանություն։ Էսի Արամ Սարգսյանի մասով եմ ուզում ասեմ, հիմա ես իշխանությունների մասով։ Ես Կորյուն ջան միշտ ասել եմ, որ ես տեսակի մարդ եմ, Մանվելի ոճը ընդունող մարդ եմ, Վազգեն Սարգսյանի ոճը ընդունող մարդ եմ, ես այդ տղեն եմ։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչը մերժելով է եկել իշխանության ու հիմա ինքը այդ նույնը անում է։ Բա դու չէ որ դա մերժել ես, որ մի հատ էլ բերանը բացում ես, ասում են բա դուք ոնց էիք այն ժամանակ։ Արա անգել ջան, մենք այդ էինք, հա, այդ էինք ու լավ էինք անում։ Բայց դու այդ մերժելով ես եկել, չէ։ Չէ որ դու եկել ես որ տես բաներ էլ չլինի։ Բա ես հիմա դու նույնը անում։ Հասկանում եք Կորյուն ջան, այս սա ես կասեմ իրանց։ Այսինքն դրանք անսկզբունքային մարդիկ են, անսկզբունքային։ Այսինքն տեղել են ապացուցում, որ իրանք խաբեցին ժողովրդին, խաբեցին։ Նաև դրանով են ապացուցում։ Տեսեք, ես ոչ չեմ խաբում։ Կորյուն ջան, վաղը չեմ մյուս օրը որ ինձ պաշտոն տան, այս զապիսները մնալու է, չէ։ Ես չեմ խաբում ժողովրդի, ես ասում եմ, ես այդ մարդն եմ, մարզպետ կլնեմ, թե նախարար կլնեմ, թե դեպուտատ կլնեմ, մեկը տեկա ուրիշ դեպի իրան, բայց կտամ մրուտները կլխկեմ, չեմ զանգի ոստիկանություն։ Ես սենց մարդ եմ, ինձ պաշտոն եթե տակ, ուրեմն իմացեք, սենց մարդու եք պաշտոն տալիս։
Բայց դուք այդ մարդը չէիք, չէ, դուք ուրիշ սկզբունքներ ունեիք։ Հիմա եկել եք այդ ոճով եք շարժվում։ Այսինքն չի նշանակում, որ խաբել եք ժողովրդին։ Ես չեմ խաբում, չէ, մարդկանց։ Ես ասեմ, ես մարդն եմ։ Ես գողական բարքերը հարգող մարդ եմ, փողոցի բարքերը հարգող մարդ եմ, ֆիդայական բարքերը հարգող մարդ եմ, ավանդական բարքերը հարգող մարդ եմ, եվրոպական բարքերը ոչ բոլորը բաներ կա, որ ընդունում եմ, բայց շատ բաներ կա, որ չեմ ընդունում։ Ու որ ես կամ իշխանության, ես պաշտոն ունենամ, ես ապրելու եմ այնպես, որը որ ասեցի, այդ իմ կողմից ընդունելի բարքերով։ Այսինքն ես մարդկանց չեմ խաբում, իսկ դուք մարդկանց գալիս եք իշխանության ասելով, որ պետք է այդ սաղ բարքերի վերջը տակ, ստեղ լինի ժողովրդավարություն, եվրոպական արժեքներ։ Բայց հիմա խի չի տիրում եվրոպական արժեքները։ Խի չի տիրում։ Բա որ վարչապետ ես, դու ինչ իրավունք ունես մարդկանց, ելնես պատգամավորներին ասես համբալ, գորգորած վրեկները իսին ինչ անես, այն ալենն էլ ընդից դուք սա դրեցիք, այ ոչնչություն։ Դու կարայիր դե ցույց տայիր, ես ալենին եմ ասում։ Ալենը շանս ուներ ցույց տալու, որ ինքը սկզբունքային մարդ է։ Կարար այդ պայն ֆրար ասել ես ինչ ես անում, պարոն վարչապետ։ Ես ինչ ձև ես քեզ պան։ Հələ մի հատ կարգ է իրավիճվի։ Ես թույլ չեմ տա, որ ազգային ժողովում տենց պահեք դուք ձեզ իրար։ Դուք ձեզ տենց պահեք։ Հասկանում եք, բայց ինքը բռներ ակնհայտ պաշտպանմա բանին, իր վարչապետին, որ ակնհայտ է տամ ինչը, այսինքն ինչ վարչապետ իրավունք ունի հարձակվի պատգամավորների վրա, կամ համբալ ասելով տենց խոսա պատգամավորների հետ։ Այսինքն ինչ հարց տալու իրավունք ունեն իրան։ Ալեն Սիմոնյան, այ ոչնչություն, հարց տալու իրավունք չունեն վարչապետին։ Պետք է դու տես սկզբունքային տղես պարադը կես կողել պարլամենտում։ Առաջինը պիտի վարչապետին նկատողություն անեիր։ Ճիշտ չեմ ասում, Կորուն ջան։ Ճիշտ եք ասում։ Այս սա ես կասեմ։ Երեք, ինչպես նշեցի քիչ առաջ, մայիսի 9-յան միջոցառումներն էին Կարմիր հրապարակում, Նիկոլ Փաշինյանը ներկայացել էր, բայց Հայաստանը չուներ զորախումբ։ Սերժ Սարգսյանի ժամանակ ես հիշում եմ, որ հայկական զորախումբը պարտորեն քայլում էր Կարմիր հրապարակում։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը ինչու չտարավ զորախումբ այնտեղ։ Դե զորախումբ իրանց գիծը Կորուն ջան, իրանք բռնել են հակառուսական գիծ ու դրա համար էլ չտարավ, անցած տարի ինքն էլ չգնաց, հենց տարի որ գնաց, չգիտեմ, այնտեղ որ ասում են խեղճացած էլ վիճակում էր, չէ՞, դες չեմ էլ նայել ես, ասում են խեղճուկրակ մի հատ վիճակում է եղել ինքն այնտեղ, ինչ որ ոչ ոք բանի տեղ չի դրել իրան, այդ դրանով այդ մենք սաղս ենք այդ խեղճուկրակ վիճակին հասված։ Ինքը ներկայացնում է մեր պետությունը, այսինքն Հայաստանը այսօր մի հատ թշվառ վիճակում է, թշվառ վիճակում, այդ ինձ չէ՞ Նիկոլնա, այսինքն դրա վրա ուրախանալ պետք չի, որ նա այնտեղ թշվառ վիճակում է։ Դա մեր պետության էլ բանի տեղ չեն դնում, մեզ բոլորից բանի տեղ չեն դնում։ Այսինքն այսօր ամբողջ աշխարհում եք հայերը գլուխները կախեն։ Ու կախեն, այո, մենք բոլորս էլ ունենք մեր մեղավորությունը, որ մինչև հիմա հանդուրժում ենք դրանց, ու մենք բոլորս էլ ունենք մեր մեղավորությունը, որ այսքանից հետո էլ չենք գիտակցել այն մեր Հայաստանի երրորդ հանրապետության արժեքը, թե այն ժամանակ ինչ պետության մեջ ենք մենք ապրել։ Այս սա ես կասեմ, Կորուն ջան։ Գիտեք, որ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմպիչմենտի գործընթաց են ուզում սկսել։ Պատիվ ունեմ խմբակցությունն էլ ասել է, որ այդ ստորագրությունները կտան, բայց Հայաստան խմբակցությունը ոչ միայն այսպես նախաձեռնություններ չի ցուցաբերում, այլ ճիշտ հակառակը պայմաններ է առաջ քաշում, ասում է գնացեք ստորագրությունները բերեք, մենք այդ ժամանակ կտանք։ Ձեր կարծիքով Հայաստան դաշինքը ինչու է նման գործելավոճ որտե գրել։ Ճիշտ ասած, ես էլ չեմ հասկանում ինչու, չեմ կարող հասկանալ ուղղակի, էլի Կորուն ջան, նայեք, տեսեք, ես չեմ ասում, որ իմպիչմենտի գործընթացը սկսեն, Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք։ Ես ասում եմ, ավելի հավանականությունը քիչ է, որ կհեռացնենք, ավելի հավանական է, որ չի ստացվի Նիկոլին հեռացնել, բայց փորձելու մեջ ինչ վատ բան կա։ Հիմա նայեք, տեսեք, ցանկացած բան, որ փորձ ես անում, կամ հաջողությամբ է փսակվելու, կամ անհաջողությամբ, չէ։ Հիմա եկեք դա հաջողությամբ փսակվի, որը որ քիչ հավանական է, բայց ասենք թե իմպիչմենտը ստացվի, հաջողությամբ փսակվելը որը դինի, որ Նիկոլը կհեռացվի, չէ։ Իսկ եթե ասենք անհաջողությունը լինի, ինչ պետք է լինի։ Այս նույն վիճակը։ Այսինքն մենք բան չենք կորցնում։ Ես չեմ հասկանում, ուղղակի չեմ կարող հասկանամ, ինչի համար Հայաստան դաշինքը
մեր Հայաստան Դաշինքի մեր հարազատները ինչի համար են դեմ ու այս կարգի դեմ էլի հասկանեք չեմ կարող հասկանամ իրոք ոնց մտածում եմ չեմ կարող հասկանամ ինչի իրանք չեն ուզում որ ասում են դա մեր դեմա ուղված ախիա ձեր դեմ ինչն է ձեր դեմ ուղված այդ ցավները տանեմ դա ուղված է Նիկոլ Փաշինյանի դեմ հիմա կամ կստացվի կամ չի ստացվի հիմա ես էլ եմ այն կարծիքին որ հավանականությունը քիչ է որ կստացվի ավելի հավանական եմ համարում որ չի ստացվի հեռացնել Նիկոլին բայց փորձելը շատ ճիշտ եմ համարում եկեք փորձենք որ վաղը չեմ իսօրը ոչ ոք մեզ թեկուզ չմեղադրի պատմությունն էլ մեզ չմեղադրի չասի խիչը փորձեցի որտեղ վաղը չեմ իսօրը այսօր Հայաստան Դաշինքի շատ աջակիցներ որ տենց խոսում են չէ այ դրանց նման նու ոչ բոլոր էլի բայց շատ շատերը այ դրանց այդ տիպի մարդիկ վաղը չեմ իսօրը կասեն սաղը իրար հետ էիք բախի չարիք Անդից է որ հակադարձեն ասեն ախար ձև չկար լնելու մեկա չերելու կասեն ապե ոնց չեր լնելու ֆակ ես գիտեմ մի 20 հոգի ԿՊ-ից պատրաստ սպասում էին որ հենց սկսեք անցնեն ձեր կոմը դուք չարեցիք ինադու չարեցիք որ Նիկոլը մնա որովհետև դուք Նիկոլի հետ եք որովհետև դուք Նիկոլին եք բերել եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն կարան չես տենց խոսան Գորուն ջան կար խոսան բերեք դրա համար մի հատ փորձենք այդ իմպիչմենթը որ թեկուզ վաղը չեմ իսօրը ոչ ոք մեզ չմեղադրի Չասի խիչ եք արել, բայց մի հատ փորձեք, բայց եկա 5 տարի պարլամենտ եղել, 5 տարվա դեպուտատներ եք, այդ 5 տարում մի հատ իմպիչմենտ փորձեք, բայց իրական։ Փորձեք կարող է ալնում է։ 99%-ով չեր ելնի, 1%-ով կարող է ալնել, բայց այդ 1%-ի համար չարժի փորձեք։ Բա որ ու այդ 1%-ն է հաղթում։ Կարա չէ՞ լի Կորին ջան։ Բերեք փորձ։ Ես չեմ հասկանում, էլի չեմ կարող ուղղակի հասկանամ։ Հա մտնում եմ, լսում եմ իրանց այդ կոմենտներն եմ փորձում կարդամ ինչքան որ հանդիպում է, իրանց գրառումներն եմ կարդում, ասեմ հələ մի հատ տենամ իրանք ոնց են բացատրում։ Կարող է կարդում եմ, ասում եմ, արա ճիշտ են ասում ես մարդիկ։ Չեմ կարող գտնեմ մի հատ նենց բան, որ էդի ուղղված է իրանց դեմ, իրանց վնաս կբերի։ Չեմ կարող գտնեմ, էլի ուղղակի։ Այդ դրա համար զարմանում եմ, ինչի չեն համաձայնվում իրանք։ Գիտեք, որ իմպիչմենտի process-ի համար վարչապետի թեկնածու է պետք, պատիվ ունեմ խմբակցությունը ասել է, որ վարչապետի թեկնածու ինքը չի առաջադրում, ինչպես կվերաբերվեք, եթե Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը առաջադրվի եւ ինչու պատիվ ունեմ խմբակցությունը չի առաջադրում Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Որտեվ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի ուզում վերադառնա, ինքը անցած ընտրություններում ինքը չէր գլխավորում պատիվ ունեմը, ինքը ասում է, որ ես էլ չեմ գալու իշխանության։ Այդ դրա համար էլ ինքը չի իր թեկնածությունը չի առաջադրվում։ Հետո ես նորմալ եմ համարում, եթե թող Քոչարյանին առաջադրեն, ում ուզում են թող առաջադրեն, բայց թող այդ իմպիչմենտի գործընթացը սկսեն։ Այդ նորից եմ ասում, չեմ ասում, որ սկսենք ստացվի, բայց սկսելը ես ողջունում եմ, փորձ անելը անհրաժեշտություն է։ Ես սա կասեմ։ Ում թեկնածությունը ուզում են թող դնեն, ինչ տարբերություն։ Այստեղ կարևորը Նիկոլին հեռացնելն է։ Հիմա ում թեկնածությունը որ կորոշեն, թող իրաներ դնեն։ Ես ինձ է չէ հարցնում ոնց եմ վերաբերվում Քոչյանի թեկնածությունը շատ նորմալ։ Ում թեկնածությունը ուզում են թող դնեն։ Հիմա եթե Հայաստան Դաշինքն էլ չի ուզում թեկնածություն դնի, թող Էդգար Ղազարյանն էլ մի թեկնածու կամ Նարեկ Մալյան, տենց հնարավոր է սահմանադրությամբ, հնարավոր է, չէ։ Այո։ Թող Էդգար Ղազարյանն էլ մի թեկնածու, թող Նարեկ Մալյանն էլ մի թեկնածու, ինչ եղե։ Բայց էդի նորմալ եմ համարում, որ իրանք իրանց թեկնածուին չառաջադրեն, նորմալ եմ համարում, բայց այ որ իրանք դեմ են, այդ դե չեմ կարող հասկանամ խենդ է։ Թող իրանք իրանց սաղ ստորագրությունները տան, ասեն ախպերես, մենք թեկնածու չենք ուզում։ Դուք եղեք թեկնածու, Էդգար Ղազարյանը թողնի թեկնածու։ Օրինակ, կամ Նարեկ Մալյան թողնի թեկնածու։ Իրանցից էլ ինչ հասնում է, թող անեն ու պարտավոր են անեն այդ բոլոր պատգամավորներն էլ թե Հայաստան Դաշինքի թե պատիվ ունեմի։ Իրանցից ինչ հասնում է, պարտավոր են իրանք անեն։ Թեկնածու կարան առաջադրեն։ Դե հիմա իրանք համարում են, որ էսի չի ստացվելու, թեկնածու չեն առաջադրում։ Նորմալ եմ համարում դա, բայց իրանք այդ չմասնակցելը, ստորագրություն չտալը, այդ արդեն չեմ կարող հասկանամ, էլի։ Խի։ Մի քանի պատգամավորներ հրապարակավ ԿՊ խմբակցության պատգամավորներ հրապարակավ պատռում էին այդ նամակները ուղղված իրենց Էդգար Ղազարյանի նամակները
եւ Արսեն Թորոսյանը նույնիսկ քիչ էր մնացել ուղիղ եթերում ծամեր ուտեր այդ նամակը։ Դուք այս վարկագծի պայմաններում, պարոն Մկրտչյան, որքանով եք հավանական համարում, որ ԿՊԱ-ականների մեջ կլինեն մարդիկ, ովքեր կմիանան իմպիչմենտի process-ին։ Ուրեմն եթե Կորուն ջան, եթե ճնշումը եղավ, իսկ ճնշումը կարա լինի, որովհետև այսօր ժողովուրդը զզվում է սրանցից մի այլ կարգի զզվում է։ Եթե ճնշումը եղավ, այդ նույն Արսեն Թորոսյանն է ճղե, այդ նույն ճղողը անենց կմիանա, այդ սաղ դրանց այդ պատգամավորները անենց կթռնեն Նիկոլ Փաշինյանի վրայից, որ դուք երևի հիմա չեք պատկերացնի։ Ես նորից եմ ասում, այ իրանց սաղ թիմը ԿՊ-ի բացարձակ մեծամասնությունը իրանց կյանքով թռածներ։ Եթե մեկը կյանքում թռել է, Նիկոլից ավելի ուժեղ տղու վրից։ Այն Վագն Ալեքսանյանը որ կա, օրինակը դրանց դրոշ է տալի։ Էդի Ծառուկյանի մոտ չեղե ժամանակի։ Բարգավաճ եղե։ Բայց Ծառուկյանի նման տղու վրից թռնողը Նիկոլի վրից չի թռնի։ Հասկանում եք, մեկը կա, անունը չեմ էլ հիշում, որ Էդմոն Մարուկյանի Սանիկն է եղել։ Դա էլա չեն իրանց sense ագրեսիվ պամ, յանեմ sense Նիկոլի մա դոշ կտա։ Դա այդ որ մեկը իր խավորին դավաճանի, խավոր դավաճանողը նա սրբապիղծ մարդ է։ Նա իր խավորին դավաճանել է, Էդմոն Մարուկյանին Սանիկն է, չէ՞ դա։ Նա իր խավորին խավորի վրից թռնողը, Նիկոլի վրից, Կլավուզնիկ հողատուի վրից, կապիտուլյանտի վրից չի թռնի, իհարկե կթռնի։ Ուրեմն հանային ճնշումը որ եղավ, այդտեղ սաղել թռնող են։ Հասկացաք, սաղել չեն բացանում, որ կլինեն նաև իրոք հայրենասեր մարդիկ էլ կլինեն մեջները, դեսո բոլորին չեմ ճանաչում, որ իրանք իրոք էլ կանցնեն պետության հայրենիքի կողմը, ժողովրդի կողմը։ Ուզում եմ ասել, դուք այդ ճղելուն մի նայեք, այսօր կճղեն, վաղը շատ կատ միլինկի կկատարեն ժողովրդի պահանջը։ Պրոցեսը սկսել է պետք, հասկանում եք, չէ, որ սկսենք, շատ հնարավոր է, որ անեց մի հատ ալիք բարձանա, որ դրանց սրբի տանի։ Դա համար պրոցեսը պետք է սկսել։ Ես սա կասեմ, որ սկսեն նրանք անեց չեն, էլի գիտեք ինչ, այ Շարմազանովը չի, Հայրապետյան Ռուբոն չի, օրինակ, էլի Երենոսյան Լյովան չի, որ ասես այս տղեկը կմեռնեն, բայց կմնան Սերժ Սարգսյանի կողքը, որտեղ իրանք ապացուցել են, որ իրանք հավատարիմ տղեկ են, հասկանում եք, այսինքն մարդուն պետք է նայես իր անցյալով։ Հիմա եթե ԿՊ-ում Շարմազանովի նման տղալներ, կասի ախպեր, այդ տղեն հավատարիմ տղա է, նա չի թռնի։ Բայց ԿՊ-ում ոնց նայում եմ, սա թռածների հավաքածու է, թռածների, դեսից դենից թռածների, բայց դեսից ուժեղ տղեկի վրից թռնողները Նիկոլի վրից չեն թռնի։ Այսօր Նիկոլի իշխանությունը հələ ամուր է, դրանք ցած ցույց են տալի, որ դից են հավատարիմ են։ Հələ հենց մի հատ Նիկոլին կցեն։ Հələ տենամ այդ են ով է Նիկոլի կողը մնալու։ Եթե դրանց այդ ԿՊ-ի մեջից մի հոգի կլինի, որ Նիկոլի կողքը կմնային խորտակված նավում, ես այդ տղուն կհարգեմ։ Բայց այդպես մարդ ընդ չկա։ Դրանք նապաստակների խումբ են։ Առաջինը Նիկոլին խփելու է Ալեն Սիմոնյանը։ Նիկոլի Բրուտոսը թեպետ Ալենը ուր Բրուտոսը ուր, բայց Նիկոլի Բրուտոսը դա Ալեն Սիմոնյանն է։ Առաջին Նիկոլի խփողը Ալենն է։ Խոսքս հիշի։ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանն են իմպիչմենտ ուզում նախաձեռնել։ Գիտեք, որ այդ process-ը սկսելու համար ԿՊ-ից երկու ստորագրություններ պետք։ Այդ երկու ստորագրությունները կարող են Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը ապահովել փաստորեն։ Օրինակ, ինչպես եք վերաբերում, եթե վարչապետի տեխնացուն Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը առաջադրեն։ Ես լավ չեմ նայում դրան, որովհետև սոժա տարբերությունը մեծ չէ իրանց մեջի։ Ես տեսեք ասեմ, ես այս Հովիկ Աղազարյանի դեմ ինչ որ կատարվեց, ես այդ հարցերում Հովիկ Աղազարյանին պաշտպանել եմ։ Ամոթանք եմ տվել ԿՊ-ին, հենց այդտեղ էլ երևում, որ իրանք մարդ չեն, էլի, որ մարդ հլներ են դեղ մեկը, կգնար կկանգներ Հովիկ Աղազարյանի կողը, Հովիկ Աղազարյանի կինը մահացավ, դրանից ոչ ոք չէր գնացել, ով մի քանի հոգի գնացել են, ով գնացել են մալադեց իրան, տես ասեմ, ով օրինակ այն Անդրանիկ Քոչյանը գնացել մալադեց իրան, այս այն մյուսը ով էր, որ հիմա Հովիկ Աղազարյանի հետ էլ անունը ոնց էր Հակոբ Ասլանյանը։ Հակոբ Ասլանյանը, այ Հակոբ Ասլանյանին մալադեց, որ թեպետ նա էլ սենց խաղեր տվեց, բայց ամենայն դեպս հելավ կանգնեց, այդ մարդկանց ասում ես մալադեց, էլի, որովհետև իրանց հետ, իրանց ԿՊ-ի հիմնադիրներից էր այդ մարդը։
ԿՊ-ի հիմնադիրներից էր, բա մի հոգի չներ, որ այդ կողքը կանգներ, ուղղակի կիններ մածե, որ այդ կնոջ ձեռի հացը 100 անգամ իրանք կերել էին։ Այ այդտեղ էլ է երևում, որ դրանք մարդ չեն ու հավատարիմ չեն։ Հասկանում եք։ Ես սա կասեմ, բայց ես ինչ եմ ուզում ասեմ, բայց իրանց դե ես լավ չեմ նայի դրան։ Եթե իրանք կլնեն, այնքան էլ ոնց որ տարբերությունը մեծ չէ, էլի։ Այսքանով հանդերձ, թեպետ նորից եմ ասում, Հովիկ Աղազարյանը անցյալ ունեցող մարդ է, դաշնակ է եղել, պատերազմի մասնակից եղել, չես համեմատի սրանց հետ։ Բայց դե այս դեպքում ավելի լավ է, մանման որ իրանք էլ քիչ են, ավելի լավ է իրանք կան միանան այս մնացածին, տեխնատուն լինի այս մեր թևից, քան թե ասենք այդ երկուսից, էլի, որովհետև այդ երկուսը շոժ ավելի շատ կնարի, որ ասենք Նիկոլի մարդիկ են, էլի, հասկանում եք։ Հիմա իրանք կուզենան լավ բան անեն, ապրեն իրանք, բայց իրանք թողան միանան։ Հիմա իրանք ասեն, չէ, մենք պետք է ուրեմն երկու հոգու ասածելի, քան այսքան ստեղ ինչքան ընդդիմադիր մարդիկ կան, չէ, երկու հոգու ասածով լինի, քան այդ թող մեծամասնությունը որոշի ով ալնում։ Ես սենց կասեմ, բայց մեծամասնությունը բնականաբար չի որոշի Հովիկ Աղազարյանին ու այդ բանին Հակոբ Ասլանյանին, որովհետև իրանք կամ ԿՊ-ն, իրանք ավելի շատ կնայի, որ դա ԿՊ-ն վերարտադրվում է։ Դա ավելի շատ տենց կնայի, էլի, հասկանում եք, որովհետև շոժը իրանք նոր են դուսեք ԿՊ-ից, դա ճիշտ չի նայի, էլի ճիշտ չեմ համարում, որ իրանք կլնեն։ Իրանք թող մասնակցեն, եթե կմասնակցեն, մալադեց իրանք, բայց իրանք չլնեն տեխնատու, էլի, հասկանում եք, թող տեխնատուի որոշելու մեջ իրանք կարծիքն էլ հաշվի առնեն, եթե իրանք մասնակցում են, նորմալ կհամարեմ, բայց տեխնատուն իմեն նորնեն իրանք, ես դա ճիշտ չեմ համարում, որտեղ դա ոնց որ դուրս գա, որ ԿՊ-ն վերարտադրվում է։ Հասկանում եք, նամանավանդ այս վերջի քվեարկության ժամանակ էլ բռնին Տարոն Մարկարյանի քվեարկության ժամանակ կողմ քվեարկեցին իրանք։ Այն անձեռնմխելությունից զրկելու քվեարկեցին, կողմ քվեարկեցին։ Հասկանում եք, էլի այդտեղ էլ ամոթ նաև իրանց, էլի։ Ես ինչ էի ասում այդ վաղ, ասում էի, ով որ կուզի, որ կողմ կքվեարկի Տարոն Մարկարյանին ու նաև Հովիկ Աղազարյանին կալանավորման օգտին, ուրեմն նրանք բեյեր են, բեյեր։ Հասկանում եք։ Հիմա նույն դու էլի այդ նույն բանի տակ ոնց որ դու կողմ ես քվեարկում, ոնց որ այդ նույն բանը քո նկատմամբ էլ են անում, էլի Հովիկ Աղազարյան, դու էլ մեզ Տարոնին կողմ ես քվեարկում, անձեռնմխելիություն զրկում, այսինքն որ քեզ էլ են զրկում, լավ է, բայց տեսեք Տարոնը իրանք կողմ չքվեարկեցին, ընդհանրապես չմասնակցեցին, մեր տղեկ էլի չմասնակցեցին, նույն Տարոնը ընդհանրապես չմասնակցեց, չէ քվեարկած, կողմ չքվեարկեց Հովիկ Աղազարյանին կալանավորելու օգտին, անձեռնմխելությունից զրկելու օգտին, այսինքն տեղ Տարոնը ցույց որ ինքը կարգին տղա է, այս Հովիկ Աղազարյանը տեղ իմ աշկից ընկավ, գոնե պիտի չմասնակցել քվեարկությանը, հասկանում եք, ու հիմա այսքանից հետո ինքը գա, ինքը լինի տեխնատուն, դա դուրս կգա, որ եթե ասանք այն փոքր հավանականությունն էլ որ կա, որ հաջողվի իմպիչմենտը, ասկա ԿՊ-ն վերարտադրվի, չէ, ես դա ճիշտ չեմ համարում։ Իմպիչմենտի համար նաև կարելի ասել, որ պարտադիր է փողոցային ճնշումը, որքանով եք հավանական համարում, որ լայն զանգվածներ կհավաքվեն փողոցում։ Հավանական համարում եմ, որովհետև այսօր ժողովուրդը զզված է ու գազազած է սրանցից։ Իսկ իմպիչմենտը ռեալ բան է։ Նարեկն ու Էդգար Ղազյանը, Նարեկ Մալյանը, երկուսի կյանքին էլ մեռնեն։ Իրանք շատ ճիշտ են բացատրում, ասում են սա ռեալ բան է, ժողովուրդը հոգնել է Հավայի միտինգներից, հասկանում եք, հելնելուց, քայլելուց, միտինգ անելուց։ Իսկ սա ռեալ բան է, իմպիչմենտ, այսինքն ես հավանական համարում եմ, որ ժողովուրդը մի հատ մեծ ըմբոստության ալիք կարա բարձրացնի։ Չեմ ասում 100% կլինի, բայց հավանական համարում եմ, որ կարա լինի։ Հասկանում եք։ Ու այդ ճնշումն էլ որ եղավ, սրանք կակ միլինկի այս ԿՊ-ականները կենթարկվեն ճնշմանը, եթե լավ ճնշումը մենք կարենանք ճիշտ կազմակերպենք, ընդդիմությունը ճիշտ կազմակերպի ու լավ ճնշում ապահովի, էլի ժողովուրդը պատրաստ է, պիտի կարենաս ուղղակի կազմակերպես, որտեղ ժողովուրդը սրանցից զզվում է, հասկանում եք, եթե կարենանք կազմակերպենք, ալիքը կլինի, ես տենում եմ այդ ալիքը, էլի որ կարա լինի, հավանական համարում եմ։ Իմ հարցերը սպառվեցին, հետևեն քաղաքական իրադարձություններին, պարոն Մկրտչյան, կրկին առիթներ կլինեն զրուցելու, շնորհակալ եմ շատ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։